Ավետարան ըստ Մատթեոսի, գլուխ 7-րդ։ Մի դատիր։ Մի դատեք, որ չդատվեք, որովհետև կդատվեք այն դատաստանով, որով դատում եք, և կչափվի ձեզ համար այն չափով, որով չափում եք։ Ինչու եղբորդ աչքի միջի շուղը տեսնում ես, իսկ քո աչքի միջի գերանը չես նկատում։ Կամ ինչպես ես ասում եղբորդ, թող շուղը հանեմ քո աչքի միջից, երբ ահա քո աչքի մեջ գերան կա։ Կեղծավոր, նախ այդ գերանը հանիր քո աչքից, որ կարողանաս հստակ տեսնել, և ապա կհանես շուղը եղբորդ աչքից։ Մի տվեք սրբությունը շներին և մի գցեք ձեր մարգարիտները խոզերի առաջ, որպեսզի ոտնակոխ չանեն դրանք և շրջվելով ձեզ պատառոտեն։ Խնդրեք և ձեզ կտրվի, փնտրեք և կգտնեք, բախեք և ձեր առաջ կբացվի, որովհետև ով խնդրում է, ստանում է, ով փնտրում է, գտնում է, և ով բախում է, նրա առաջ կբացվի։ Ձեզնից ով է այն մարդը, ումից եթե իր որդին հաց խնդրի, նրան քար կտա, կամ ձուկ խնդրի, նրան օձ կտա։ Արդ եթե դուք, որ չար եք, գիտեք բարի պարգևներ տալ ձեր որդիներին, որքան ևս առավել ձեր հայրը, որ երկնքում է, բարիքներ կտա նրանց, ովքեր խնդրում են նրան։ Ոսկե օրենք։ Այն ամենը, ինչ կամենում եք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դուք արեք նրանց, որովհետև հենց սա են օրենքն ու մարգարեները։ Նեղ դուռը։ Մտեք նեղ դռնով, որքան ընդարձակ է այն դուռը և լայն այն ճանապարհը, որ դեպի կորուստ է տանում, և շատ են նրանք, ովքեր մտնում են դրանով, որքան անծուկ է այն դուռը և նեղ այն ճանապարհը, որ դեպի կյանք է տանում, և քիչ են նրանք, ովքեր գտնում են այն։ Ծառը և նրա պտուղը։ Զգույշ եղեք սուտ մարգարեներից, որ ձեզ մոտ են գալիս ոչխարի հանդերձանքով, բայց ներսից հափշտակող գայլեր են։ Իրենց պտղից կճանաչեք նրանց։ Միթե փշից խաղող կքաղեն կամ տատասկից թուս։ Այսպես ամեն լավ ծառ լավ պտուղ է տալիս, և վատ ծառ վատ պտուղ։ Լավ ծառը չի կարող վատ պտուղ տալ, և ոչ էլ վատ ծառը լավ պտուղ։ Ամեն ծառ, որ լավ պտուղ չի տալիս, կտրվում և կրակն է նետվում։ Ուրեմն իրենց պտղից կճանաչեք նրանց։ Ճշմարիտ աշակերտները։ Ոչ ամեն ոք, որ ինձ ասում է Տեր, Տեր, երկնքի արքայություն կմտնի, այլ ով կատարում է կամքը իմ հոր, որ երկնքում է։ Այն օրը շատերն ինձ կասեն. Տեր, Տեր, չէ՞ որ քո անունով մարգարեացանք, քո անունով դևեր հանեցինք և քո անունով բազում հրաշքներ գործեցինք։ Այն ժամանակ նրանց կասեմ. Ես ձեզ չեմ ճանաչել, հեռացեք ինձնից ամենքդ, որ անօրենություն էիք գործում։ Երկու տները։ Ամեն ոք, ով լսում է իմ այս խոսքերը և գործադրում դրանք, կնմանվի իմաստուն մարդուն, որն իր տունը կառուցեց ժայռի վրա։ Անձրևները թափվեցին և գետերը հորդեցին, հողմերը փչեցին և զարկեցին տանը, բայց տունը չկործանվեց, որովհետև ժայռի վրա էր հաստատված։ Իսկ ամեն ոք, ով լսում է իմ այս խոսքերը և չի գործադրում դրանք, կնմանվի հիմար մարդուն, որն իր տունը ավազի վրա կառուցեց։ Անձրևները թափվեցին, գետերը բարձրացան, հողմերը փչեցին և հարվածեցին տանը, և տունը փլվեց, և նրա կործանումը ահավոր եղավ։ Երբ Հիսուսն ավարտեց այս բոլոր խոսքերը, ժողովուրդը զարմացած էր նրա ուսուցման վրա, որովհետև ուսուցանում էր որպես մեկը, որ իշխանություն ունի, և ոչ թե դպիրների նման։ Գլուխ 8-րդ. Բորոտի բժշկումը։ Երբ Հիսուսն իջավ լեռից, նրա հետևից ժողովրդի մեծ բազմություն գնաց։ Ահա մի բորոտ մոտեցավ, երկրպագեց նրան և ասաց. Տեր, եթե կամենաս, կարող ես ինձ մաքրել։ Հիսուսն իր ձեռքը երկարեց, հասցրեց նրան և ասաց. Կամենում եմ, մաքրվիր։ Եվ բորոտությունը նրանից իսկույն մաքրվեց։ Հիսուսը նրան ասաց. Զգույշ եղիր, ոչ ոքի չասես, այլ գնա քեզ ցույց տուր քահանային և մատուցիր զոհը, ինչպես հրամայեց Մովսեսը նրանց, որ ապացուցվի քո մաքրվելը։ Հարուրապետի ծառայի բժշկումը։ Երբ Հիսուսը Կափառնայում մտավ, նրան մոտեցավ մի հարյուրապետ, որ աղաչում էր նրան և ասում. Տեր, ծառաս անդամալույց պառկած է տանը և սաստիկ տառապում է։ Հիսուսը նրան ասաց. Ես կգամ և կբժշկեմ նրան։ Հարյուրապետը պատասխանեց և ասաց. Տեր, արժանի չեմ, որ իմ հարկի տակ մտնես, այլ խոսքով ասա, և ծառաս կբժշկվի։
Արդարև, ես էլ իշխանության տակ գտնվող մարդ եմ, ձեռքիս տակ զինվորներ ունեմ, սրան ասում եմ գնա եւ գնում է, մյուսին թե եկ եւ գալիս է, իմ ծառային թե այս բանն արա եւ անում է։ Երբ Հիսուսը լսեց, զարմացավ եւ ասաց իր հետևից գնացողներին. ճշմարիտ եմ ասում ձեզ, Իսրայելում անգամ այսպիսի հավատ երբեք չգտա։ Ասում եմ ձեզ, որ արևելքից ու արևմուտքից շատերը կգան եւ երկնքի արքայության մեջ սեղան կնստեն Աբրահամի, Իսահակի եւ Հակոբի հետ, իսկ արքայության որդիները կելնեն արտաքին խավարը, այնտեղ լաց կլինի եւ ատամների կրճտոց։ Ապա Հիսուսը հարյուրապետին ասաց. գնա եւ ինչպես որ հավատացիր, այդպես թող լինի քեզ։ Եվ այդ օրը նրա ծառան առողջացավ։ Հիսուսը շարունակում է բժշկել։ Հիսուսը Պետրոսի տունը գալով տեսավ, որ նրա զոքանչը բարձր ջերմությամբ պառկած է։ Բռնեց նրա ձեռքից եւ ջերմությունը իջավ։ Նա ոտքի կանգնեց եւ սկսեց ծառայել նրան։ Երբ երեկո եղավ, Հիսուսի մոտ բերեցին բազում դիվահարների։ Նա խոսքով հանեց ոգիներին եւ բժշկեց բոլոր հիվանդներին, որպեսզի իրականանար Եսայի մարգարեի միջոցով ասված խոսքը. նա մեր հիվանդությունը վերացրեց եւ մեր ցավերը կրեց։ Հիսուսը իր շուրջը մի մեծ բազմություն տեսնելով կարգադրեց իր աշակերտներին, որ լճի մյուս կողմը գնան։ Մի դպիր մոտեցավ եւ ասաց նրան. «Վարդապետ, ես էլ քո հետևից կգամ, ուր էլ գնաս»։ Հիսուսը նրան ասաց. «Աղվեսները ո՞ր չունեն, երկնքի թռչուններն էլ բույն, բայց մարդու որդին տեղ չունի, որ իր գլուխը դնի»։ Նրա աշակերտներից մեկն ասաց նրան. «Տեր, թույլ տուր ինձ, որ գնամ նախորս թաղեմ»։ Հիսուսը նրան ասաց. «Եկ իմ հետևից եւ թող մեռածները թաղեն իրենց մեռելներին»։ Հիսուսը խաղաղեցնում է փոթորիկը։ Երբ Հիսուսը նավակ մտավ, աշակերտները գնացին նրա հետևից։ Եվ ահա ծովում այնքան ուժեղ ալեկոծություն բարձրացավ, որ նավակը գրեթե ծածկեց ալիքներով։ Իսկ նա ննջում էր։ Աշակերտները մոտեցան, արթնացրին նրան եւ ասացին. «Տեր, փրկիր մեզ, որովհետեւ կորչում ենք»։ Հիսուսը նրանց ասաց. «Ինչու եք վախենում, թերահավատներ»։ Այն ժամանակ վեր կացավ, սաստեց հողմին ու լճին եւ մեծ խաղաղություն տիրեց։ Մարդիկ զարմացան եւ ասում էին. ինչպիսի մեկն է սա, որ թե հողմերը եւ թե լիճն են հնազանդվում նրան։ Երկու դիվահարի բժշկումը։ Երբ լճի այն կողմը գերգեսացիների երկիրն անցան, Հիսուսի դեմ ելան երկու դիվահար, որոնք դուրս էին եկել գերեզմաններից։ Նրանք այնքան կատաղի էին, որ ոչ ոք չէր կարողանում անցնել այդ ճանապարհով։ Եվ ահա սրանք աղաղակեցին եւ ասացին. «Ինչ կա մեր եւ քո միջեւ, Հիսուս, որդի Աստծո, եկար, որ մեզ ժամանակից շուտ տանջես»։ Նրանցից ավելի հեռու խոզերի մի երամակ էր արածում։ Դևերն աղաչում էին նրան եւ ասում. «Եթե մեզ այստեղից հանում ես, թույլ տուր, որ խոզերի երամակը գնանք»։ Ասաց նրանց. «Գնացեք»։ Դևերը դուրս եկան, գնացին խոզերի երամակ եւ ամբողջ երամակը դարավանդից դեպի լիճը թափվեց, եւ խոզերը ջրում սատկեցին։ Խոզարածները փախան եւ քաղաք գնալով պատմեցին ամեն ինչ, նաեւ դիվահարներին պատահածը։ Եվ ահա ամբողջ քաղաքը Հիսուսին ընդառաջ ելավ։ Երբ նրան տեսան, աղաչեցին, որ հեռանա իրենց սահմաններից։ Գլուխ 9. Անդամալույծի բժշկումը։ Հիսուսը նավակ մտելով անցավ լճի մյուս կողմը եւ եկավ իր քաղաքը։ Ահա մարդիկ նրա մոտ բերեցին մի անդամալույծի, որ պառկած էր անկողնու մեջ։ Հիսուսը նրանց հավատը տեսնելով ասաց անդամալույծին. «Թող քո մեղքերը ներվեն քեզ»։ Դպիրներից ոմանք իրենց մտքում ասացին. հայհոյում է դա։ Հիսուսը իմանալով նրանց մտածումները, ասաց նրանց. ինչու եք չար բան խորհում ձեր սրտերում։ Ի՞նչն է ավելի դյուրին, ասել թող քո մեղքերը ներվեն քեզ, թե վեր կաց եւ քայլիր։ Բայց որպեսզի իմանաք, որ մարդու որդին իշխանություն ունի երկրի վրա մեղքերը ներելու, այդ ժամանակ նա անդամալույծին ասաց. վեր կաց, առ անկողինդ եւ գնա քո տուն։ Նա վեր կացավ եւ գնաց իր տուն։ Երբ ժողովուրդը տեսավ, զարմացավ եւ փառավորում էր Աստծուն մարդկանց այդպիսի իշխանություն տվողին։ Մատթեոսի կոչումը։ Հիսուսը այնտեղից առաջ անցնելով
տեսավ Մատթեոս անունով մի մարդու, որ նստած էր մաքսատանը, եւ նրան ասաց. «Արի իմ հետևից»։ Նա վեր կացավ, գնաց նրա հետևից։ Երբ Հիսուսը նրա տանը սեղան էր նստել, ահա մաքսավորներ ու մեղավորներ եկան եւ բազմեցին Հիսուսի ու նրա աշակերտների հետ։ Երբ փարիսեցիները տեսան, ասացին նրա աշակերտներին. «Ձեր վարդապետն ինչու է մաքսավորների ու մեղավորների հետ ուտում»։ Իսկ Հիսուսը, երբ լսեց, ասաց նրանց. «Առողջներին բժիշկ պետք չէ, այլ հիվանդներին։ Գնացեք, սովորեք, թե ինչ է նշանակում. ողորմություն եմ ուզում եւ ոչ թե զոհ, որովհետեւ չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղավորներին»։ Վեճ ծոմապահության շուրջ։ Այն ժամանակ Հիսուսին մոտեցան Հովհաննեսի աշակերտները եւ ասացին. «Ինչու մենք եւ փարիսեցիները հաճախ ծոմ ենք պահում, իսկ քո աշակերտները չեն պահում»։ Հիսուսը նրանց ասաց. «Միթե կարելի է հարսանիք հրավիրվածներին սուգ անել, քանի դեռ փեսան նրանց հետ է, բայց օրեր կգան, երբ փեսան նրանցից կվերցվի, եւ ապա իրենք էլ ծոմ կպահեն։ Ոչ ոք նոր կտորից կարկատան չի դնում հնացած հագուստի վրա, որովհետև այն ամբողջությամբ կպոկվի հագուստից եւ ավելի վատ պատռված կառաջանա։ Նաեւ նոր գինին հին տիկերի մեջ չեն լցնում, ապա թե ոչ, տիկերը կպատռվեն, գինին կթափվի եւ տիկերը կփչանան, այլ նոր գինին նոր տիկերի մեջ են լցնում, եւ երկուսն էլ պահպանվում են»։ Հայրոսի աղջկա հարությունը։ Մինչ Հիսուսն այս բաներն էր խոսում նրանց հետ, ահա մի իշխան մոտեցավ, երկրպագեց նրան եւ ասաց. «Դուստրս հենց նոր վախճանվեց, բայց եկ ձեռքը դիր նրա վրա, եւ նա կկենդանանա»։ Հիսուսը վեր կացավ եւ իր աշակերտների հետ գնաց նրա հետևից։ Եվ ահա մի կին, որ 12 տարուց ի վեր տառապում էր արյունահոսությունից, Հիսուսի հետևից մոտենալով դիպավ նրա հագուստի քղանցքին, որովհետև մտքում ասում էր. «Եթե միայն դիպչեմ նրա հագուստին, կփրկվեմ»։ Իսկ Հիսուսը, երբ շրջվեց եւ տեսավ նրան, ասաց. «Քաջալերվիր, դուստր, քո հավատը քեզ փրկեց»։ Այդ ժամից կինն առողջացավ։ Երբ Հիսուսն իշխանի տուն եկավ եւ տեսավ փողհարներին ու մեծ ամբոխ, ասաց նրանց. «Մի կողմ քաշվեք, որովհետև այդ աղջիկը մեռած չէ, այլ ննջում է»։ Եվ ծիծաղում էին նրա ասածների վրա։ Երբ ամբոխը դուրս եկավ, Հիսուսը ներս մտավ, բռնեց աղջկա ձեռքից եւ նա վեր կացավ։ Այս լուրը տարածվեց այդ ամբողջ երկրով։ Կույրերի եւ համրի բժշկումը։ Երբ Հիսուսն այնտեղից մեկնեց, նրա հետևից գնացին երկու կույրեր։ Նրանք աղաղակում էին եւ ասում. «Ողորմիր մեզ, Դավթի որդի»։ Երբ տուն հասավ, կույրերը մոտեցան նրան։ Հիսուսը նրանց ասաց. «Հավատո՞ւմ եք, որ այդ բանը կարող եմ անել ձեզ համար»։ Նրանք պատասխանեցին. «Այո, Տեր»։ Այդժամ Հիսուսը դիպավ նրանց աչքերին եւ ասաց. «Ըստ ձեր հավատի թող լինի ձեզ»։ Եվ նրանց աչքերը բացվեցին։ Հիսուսը նրանց խստիվ պատվիրեց ասելով. «Զգույշ եղեք, թող ոչ ոք չիմանա»։ Իսկ նրանք ելան եւ նրա համբավը տարածեցին այդ ամբողջ երկրով։ Կույրերի մեկներուց հետո ահա նրա մոտ բերեցին մի համր դիվահար մարդու։ Երբ դևը ելավ, համրը խոսեց, եւ ժողովուրդը զարմացավ ու ասաց. «Այսպիսի բան Իսրայելում երբեք չի տեսնվել»։ Իսկ փարիսեցիներն ասում էին. «Դևերի իշխանի միջոցով է դա հանում դևերին»։ Հիսուսը շրջում էր բոլոր քաղաքներով ու գյուղերով, ուսուցանում էր նրանց ժողովարաններում, քարոզում արքայության ավետարանը եւ բժշկում ժողովրդի բոլոր ախտերն ու հիվանդությունները։ Տեսնելով ժողովրդի բազմությունը, Հիսուսը գթաց նրանց, որովհետև հոգնած ու լքված էին, ինչպես հովիվ չունեցող ոչխարներ։ Այն ժամանակ իր աշակերտներին ասաց. «Հունձքն առատ է, մշակները սակավ։ Արդ աղաչեցեք հունձքի տիրոջը, որ իր հունձքի համար մշակներ հանի»։